Նաև շատ հետաքրքիր միֆ կա, որ կարկասային տունը դա ինչ-որ ընդունված շաբլոն է, որը որ վերցնում ես և կիրառում ես որտեղ որ ուզում ես։ Իրականում դա այդքան էլ այնպես չէ, որովհետև մենք բոլորս գիտակցում ենք, որ Հայաստանը փոքր է, բայց իր բոլոր տարածաշրջաններում տարբեր կլիմա է։ Օրինակ Երևանում բավականին շոգ է, Վանաձորում խոնավություն է, Դիլիջանում ձուն է, Ծաղկաձորում ձուն է, այսինքն ճնշումները տան կարկասի և տանիքի վրա բավականին շատ են։ Ու այստեղ պետք է հասկանալ, որ ամեն տարածաշրջան պահանջում է իր համար նախատեսված նյութեր։ Միտեղ պետք է ավելի հաստ տանիք, միտեղ ավելի հաստ մեմբրան, միտեղ ավելի հաստ ջերմամեկուսիչ եւ այլն։ Արա իմ անունը մոզգ։ Եթե ամփոփենք այս ամենը, ստացվում է, որ կարկասային տունը այդքան էլ հեշտության մասին չէ։ Դա շատ բարդ համակարգ է, որը որ աշխատում է միմյանց հետ փոխկապակցված։ Ու սա կարելի ասել, որ նրա ամենակարևոր առավելություններից է։ Ի սկզբանե, եթե դու ճիշտ մոտեցում ես դնում, վերջում ստանում ես իրականում այն արդյունքը, որը որ նախատեսում էիր։ Այդ իսկ պատճառով, մինչև կարկասային տան պատվերը գրանցելը դուք կարող եք վարձակալել 1 օրով, 2 օրով նմանատիպ տներ եւ հասկանալ իրականում թե ինչ ապրելաոճի մասին է խոսքը։ Ինտերնետում, YouTube-ում, ChatGPT-ի միջոցով դուք կարող եք գտնել անհրաժեշտ ինֆորմացիան, որպեսզի ձեր բնակվելու փորձը լինի լիարժեք եւ դուք իմանաք թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի երբ որ հերթը գա ձեր տուն պատվիրելու, դուք հասկանաք, որ ինչ մեծ պատասխանատվության տակ եք մտնում, ծախսելու եք բավականին գումար եւ դա պետք է ունենա լիարժեք կատարյալ արդյունք։